Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր հունիսի 20-ն է, օրը շաբաթ, մենք կրկին հանդիպեցինք, որպեսզի մեր ժպիտներով, ջերմությամբ եւ անկեղծ զրույցներով ձեզ ողջունենք։ Այո, բարի լույս, արդեն կարծես թե ամառը լիարժեք իր տրամադրությունն է փոխանցում ձեզ եւ մենք ուրախ ենք, որ արդեն տաք ու ջերմ արևի ներքո ենք հանդիպում եւ իհարկե ուզում ենք հիշել մեր հովանավորներին, որոնց շնորհիվ մեր հանդիպումները կայանում են, դրանք են Տուն դեպո խանութ սրահ, Աջափնյակ բժշկական կենտրոնը, ինչպես նաեւ Dream Park հանգստի գոտին։ Ես էլ հիշեցնեմ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեզ, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան եւ Instagram-յան հարթակները։ Շարժվենք առաջ եւ ավանդաբար տեսնենք, թե աշխարհում ու Հայաստանում անցնող շաբաթվա ընթացքում ինչ հետաքրքիր իրադարձություններ են եղել եւ ինչ օր է այսօր։ Այո, այսօր հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2000 թվականի դեկտեմբերի 4-ին է ընդունել որոշումը, որի նպատակը աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացումն է։ Ամեն տարի հունիսի 20-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ աշխարհի անթիվ քաղաքացիական խմբավորումներ իրականացնում են օրվան նվիրված միջոցառումներ, որպեսզի հանրության ուշադրությունը հրավիրեն միլիոնավոր փախստականների եւ ամբողջ աշխարհում տեղահանված անձանց հիմնախնդիրներին, որոնք ստիպված են եղել պատերազմի եւ հակամարտության հալածանքի պատճառով հեռանալ իրենց տներից։ Ամենամյա հիշատակի միջոցառումը նշվում է ավելի քան 100 երկրում։ Շարժվենք առաջ եւ մեր մեծ հայկական պատմամշակութային ժառանգությունը հարստանում է օրստորե եւ որքան շատ են այդ պեղումները, այդ բացահայտումները, այնքան իսկապես լայնանում եւ հարստանում է մեր այդ ժառանգությունը։ Սյունիքի մարզում գտնվող Բաղաբերդ ամրոցում այս տարվա մայիսին իրականացվել են հնագիտական պեղումներ։ Արշավախմբի ղեկավար գիտնական Ավետիս Գրիգորյանը օրերս ամփոփել է կատարված աշխատանքը եւ նշել, որ ամրոցի հողածած կավերակներում շարունակաբար նոր կառույցներ եւ սենյակներ են բացահայտվում, որին հաջորդում են ճարտարապետների կողմից չափագրումը եւ ներառումը հուշարձանի վերականգնման եւ ամրակայման նախագծում։ Առաջիկա տարիներին պլանավորվող տեղպեղումների նպատակն է շարունակաբար բացել նոր կառույցներ, ինչպես Միջնաբերդում, այնպես էլ ամրոցի ստորին, պարսպակից հատվածներում, որոնք կամրակայվեն, կվերականգնվեն եւ զբոսաշրջիկների համար կդառնան առավել հասանելի եւ ներկայանալի։ Միևնույն ժամանակ ամրոցի գիտական ուսումնասիրություններով փորձում են բացահայտել Բաղաբերդի պատմության քիչ հայտնի կամ անհայտ էջերը։ Հիշենք նաեւ, որ Բաղաբերդը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան պատմության ընթացքում եւ մեր հարուստ պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններից մեկն է։ Այն նաեւ խորհրդանշում է պետականության գաղափարն ու Հայաստանի անկախության համար ժողովրդի կատարած աշխատանքն ու մղած պայքարը։ Շարժվենք առաջ եւ մշակութային իրադարձություններին անդրադառնանք հանրահայտ Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան, որը բացառիկ է տարածաշրջանում, Երևանում կլինի հունիսի 23-ից 28-ը մեծ նախագծով։ Այս տարի նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 60 դիրիժոր աշխարհի 22 երկրից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել է միայն 6-ը։ Երևանում ակադեմիան կհյուրընկալի ընտրված մասնակիցներին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Լեհաստանից եւ Ռուսաստանից։ Նրանք հնարավորություն կունենան անհատական փորձեր անցկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իսկ փորձերը կվարի անձամբ մայստրո Պետրենկոն։ Դասընթացները կեզրափակվեն հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասարանում կայանալիք գալա համերգով։ Ակադեմիայի դիրիժորների ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Մոցարտի, Մենդելսոնի, Վեբերի եւ Պրոկոֆիևի գլուխգործոցները եւ կարեւոր է ասել, զիաննավոր մուտքն ազատ է։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են վայելել այդ ամենը, կարող են այդ օրը միանալ նրանց։ Բադավի թագավորական տոմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավին մատենադարանին է ընծայաբերել Քրիստոսից առաջ 1750-ից 1712 թվականներով թվագրվող Կավե Սալիկի վրա գրված աքադերեն պայմանագիր։ Այս եզակի գտածուն ստեղծվել է հին բաբելոնյան դարաշրջանում։ Այդ շրջանում աքադերենը եղել է Բաբելոնի եւ Ասորեստանի հիմնական վարչական ու դիվանագիտական լեզուներից մեկը։ Այն գրվել է սեպագրով Կավե Սալիկների վրա, ինչը թույլ է տվել պահպանել
բազմաթիվ իրավական, տնտեսական եւ կրոնական փաստաթղթեր։ Այս լեզուն ունի մեծ պատմական արժեք, քանի որ դրա միջոցով մեզ են հասել աշխարհի ամենահին օրենքներից մի քանիսը։ Շարունակելով նշենք, որ այս նվիրատվությունն ունի նաև խորհրդանշական եւ պատմական ենթատեքստ։ Մշակութային դիվանագիտության հարցերով բանագնաց Դանի Բադավին սերում է ասորական թխումացեղից եւ Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը հայկական հաստատության խնամքին հանձնելը դիտարկվում է որպես յուրահատուկ բարեկամական ժեստ եւ տարածաշրջանի երկու հնագույն ժողովուրդների միջև դա բարիգրացիական վերաբերմունք է։ Արքայազնը եւ Գրեմի մրցանակակիր երգիչ Մոհոմբին օրեր առաջ այցելել էին Մատենադարան, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ։ Նշենք նաև, որ շուրջ 23000 ձեռագիր եւ մագաղատ պահպանող Մատենադարանը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության ցանկում ընդգրկված կառույց հաճախ է համալրվում հենց նմանատիպ անհատական նվիրատվությունների շնորհիվ, ինչը շարունակական է դարձնում հաստատության կայուն զարգացումը։ Հուսով ենք նման նվիրատվությունները շարունակական կլինեն եւ իհարկե շնորհակալ ենք նրանց։ Այո, չենք մոռանում նաև մարզաշխարհի մասին, անդրադառնանք նաև սպորտային նորություններին։ Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Ալաշկերտի եւ Փյունիկի մրցակիցները։ Շվեյցարիայի Նիոն քաղաքում UEFA-ի շտաբ բնակարանում կայացած 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքում Ալաշկերտը որակավորման առաջին փուլում կմրցի Ղազախստանը ներկայացնող Ելիմայ Սեմեի հետ, իսկ Փյունիկը կհանդիպի Մալթայի Մարսաշլոկին, շատ դժվար անուններ։ Հանդիպումները նախատեսված են 2026 թվականի հուլիսի 9-ին եւ 16-ին։ Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր Նոան Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։ Մեզ մնում է նրանց բոլորին հաղթանակներ մաղթել, որպեսզի հայկական ֆուտբոլը ծաղկուն կապրի վերջապես եւ այս ընթացքում Դիանա մեզ մնում է առաջարկել լսել լավ երաժշտություն եւ վերադառնալ։ Այո։ Բարձրացնում ես վեր, դու երագույնը հաղթանակի ոգին կորում է հայեր, մեկ է խաղանք դրսում, թե տանը ուժեղ է մեր երկրի հավաքականը, աշխարհը թող լսի մեր ձայնը
Բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ինչպես մենք ենք սիրում ասել, ժամանակն է տեղափոխվելու թատրոն, ինչու որովհետեւ Շունչ թատրոնը բազում նորություններ ունի, որոնցից մեկը «Այ քեզ ծնունդ» բացօթյա ինտերակտիվ ներկայացումն է, որով նրանք իրենց թատրոնի ծննդյան օրը նշեցին։ Պատրաստեք ձեր ամենագեղեցիկ զգեստները, որովհետեւ դուք եւս հունիսի 27-ին եւ 30-ին հրավիրված եք ծնունդի։ Այո, երբ Շունչ թատրոնի Facebook-յան էջը թերթում ես, այնտեղ անընդհատ նրանք հրավիրում են, այո, հարսանիքի կամ ծնունդի եւ հարցեր են առաջանում, թե ում հարսանիքն է, ում ծնունդն է, ովքեր են հրավիրված, հարցեր, որոնք վստահ եմ ձեզ մոտ էլ է առաջացել, հիմա կփորձենք երթով, կարգով բոլոր պատասխանները ստանալ։ Շունչ թատրոնի համահիմնադիր Սեյրան Մովսիսյանն է մեզ մոտ եւ դերասաններ Մարգարիտա Խաչատրյանն ու Սաշ Սուքիասյանը։ Բարի լույս, բարի գալուստ մեր տան։ Ինչպե՞ս եք։ Հարսանիքից ծնունդից հոգնած։ Չէ, հոգնած չէ։ Դրական էներգիայով։ Իսկապես դրական էներգիայով լիքը այսպես ոգեշնչված առիթներ կան, որովհետև մենք հասկացանք, որ լավ գործ ենք արել եւ առիթից օգտվեմ տնօրինությանը Շունչ թատրոնի շնորհակալություն հայտնեմ, որովհետև սա արդեն երկրորդ նախագիծն է, որ վստահել են ինձ եւ ես մեծագույն հաճույքով եմ աշխատում այս մարդկանց հետ, որովհետև Շունչ թատրոնը թունդ է իր շնչառությամբ եւ նոր այսպես թթվածին է մատակարարում, որովհետեւ ոճը մոտեցումը նորույթ է եւ այն այսպես շռնդալից հաջողություն է։ Ձեր մուտքը ինչպես եղավ Մարգարիտա, դուք նոր եք Շունչ թատրոնում, համեմատաբար նոր եք եւ հետաքրքիր է այդ հատկապես նորարարությանը, հա, ինչպես ինտեգրվեցիք։ Տեսակովս շատ կողմ եմ բոլոր տեսակի նոր արարություններին, որոնք չափի մեջ են եւ ասելիք ունեն, այսինքն խոսք, որ տեղ հասնի եւ ինչի համար են անում։ Իսկ Շունչ թատրոնը ամեն ինչ անում է, որպեսզի նորովի եւ նոր խոսք եւ ինչու՞ չէ հին խոսք եւ հասկանալի, իսկ մնացած մանրամասները կարծում եմ Սեյրանը կասի, սա երկրորդ համագործակցություն է, անցած տարի արեցինք «Այ քեզ հարսանիք» եւ հրաշալի անցավ, կարծում եմ օրերը մոտենում են եւ կարող են հանդիսատեսը գալ եւ նայել։ Այ քեզ հարսանիքին դեռ կանցնենք, բայց այսօր հատկապես ուզում եմ շեշտը դնել այ քեզ ծնունդ ներկայացմանը։ Տարիներ առաջ երբ շունչը հիմնադրվեց, դուք ինչպես արդեն նշեցիք, նոր շունչ խոստացաք եւ կարծես թե ստացվեց նոր ձևաչափ եւ ինչու այ քեզ ծնունդ հենց։ Անցած տարի երբ որ մենք արեցինք այ քեզ հարսանիքը, դե հարսանիքի թեմայով էր եւ փորձեցինք բրենդինգի տեսանկյունից նաեւ շարունակել այդ ֆորմատը, դրա համար ծնվեց այ քեզ ծնունդը։ Սկզբում վերնագիրը պետք է լիներ հրավիրված եք ծնունդի, բայց երկար բանակցություններից հետո կանգնեցինք այ քեզ ծնունդ վերնագրի վրա։ Այ քեզ ծնունդ, տեսեք, բացօթյա պրոյեկտները շատ են, մանավանդ այս տարի, անցած տարվանից հետո այս տարի կրկնակի շատ են եւ դու պիտի տարբերվես քո առաջարկով։ Մեր առաջարկը հետեւյալն է. փաթեթ ենք առաջարկում հանդիսատեսին, գինու հյուրասիրություն, ներկայացում եւ հետո after party DJ-ով։ 3.5 ժամյա փաթեթ ենք առաջարկում, ժամանցի եւ ամեն ինչը ներառված է տոմսի արժեքի մեջ, այսինքն հանդիսատեսը գալիս է ֆանտաստիկ ժամանակ է անցկացնում, ծիծաղում է, շփվում է ընկերների հետ, շատ լաթար համալիրում ենք անում, շատ գեղեցիկ տեսարան ունի, դեպի Արարատ լեռը բացվող եւ կանաչ պուֆիկներ, բասեին, ամեն ինչը տրամադրում է ծնունդի, հա։ Այստեղ մեզ մոտ դերասանական կազմը Մարգարիտա Խաչատրյան, Սաշա Սուքիասյան, Անի Բայացյան եւ ես խաղում ենք։ Բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է։ Շատ հետաքրքիր փորձեր ենք ունեցել, շատ լավ անցել, առանց ներվ, այդ մասնագետները կփաստեն, որ ինչ որ ներկայացում ծնվում է եւ այդ process-ը առանց ներվ է գնում, դա ամենահրաշալի բանն է թե ռեժիսորի, թե դերասանների համար։ Եվ ունեցանք շատ հետաքրքիր համագործակցություն, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր դերասաններին, իրոք ես անցած տարի Մարգարիտային ասում եմ, Մարգարիտա, նենց եմ ուզում քո հետ աշխատեմ, անցած տարի երբ որ նայում էի այ քեզ հարսանիք ներկայացումը ու կատարվեց այդ իմ ցանկությունը եւ մենք աշխատում ենք արդեն իրար հետ, շնորհակալություն, Սաշ, շնորհակալություն, Անի ջան, ես եմ շնորհակալ, Սամսոն ջան, շնորհակալություն եւ իհարկե մեր ֆանտաստիկ լավ ընկեր Սամվել Դանիելյան, ով հիմա Իտալիայում կյանքն է վայելում,
Շնորհակալություն նաև քեզ։ Ողջույն Բարի վերադարձ եւ ողջույն։ Սաշա, հետաքրքիր է ձեզ համար այս ֆորմատի փոփոխությունը, չէ՞ որ դուք դասական թատրոնի բեմից եք գնացել բացօթյա, իրականություն նաև, ինչ տվեց, արդյոք հետաքրքիր եւ պրեմիերան արդեն կայացել է ծննդյան օրը թատրոնի, ինչպես նշեցի, ինչ էմոցիաներ ստացաք որպես դերասան։ Շատ դրական, ոնց նշեց Սեյրանը, ես նույնպես ուզում եմ Մարգարիտայի հետ աշխատել, այ քեզ հարսանիքից հետո։ Ես 2 անգամ եմ նայել այդ ներկայացումը ու 2 անգամ տարբեր դերակատարում եմ տեսել ու նաև նշել եմ ներկայացումից հետո Մարգարիտային, որ շատ բաներ հենց ձեզնից ենք վերցրել, որ մենք հենց հիմա խաղում ենք այ քեզ ծնունդը, որովհետև ֆորմատը ինձ համար նորովի էր, նորություն էր։ Ես այդ ֆորմատում չեմ խաղացել ու ամբողջությամբ իմպրովիզի վրա է հիմնված ներկայացում, այսինքն առաջին անգամ էր որ դու ու ներկայացման բացումը ես եմ անում, առաջին մուտքը իմն ու ես չգիտեմ ինչա կատարվելու, Մարգարիտան տենց դուխ է տալիս, ուժ է տալիս, Սեյրանն դեռ ասում տեսնենք ինչա։ Շուրերին առաջին ընդունողը դուք եք։ Հա, տեսնենք ինչա ստացվելու ու թե ինչա ստացվել, եկեք մենք չասենք։ Մեր ընկերները կասեն դրա մասին, ովքեր ներկա էին ամսի 16-ին եւ ովքեր կգան կնային 27-ին եւ 30-ին։ Կատակերգական է ինքը ժամանակ։ Այո, սկսեմ նրանից, որ նախ շնորհակալություն Սամսոնի, որովհետև ընձեռնում է հնարավորություն հավաքվել մի շատ լավ գործի ասելիքի շուրջ, ինչի մասին է շակերտների իհարկե չեմ բացի 27-ին եւ 30-ին հունիս ժամը 19:30-ին ներկա գտնվեք Լաթար համալիրում, ժամը 20:00-ից սկսվում է ծնունդը։ Ինչու համաձայնեցի, որովհետև ասելիքը շատ կարևոր, այսօր շատ արդիական է ծնող, հա, որդի սերունդափոխություն եւ երիտասարդների մեջ լռելու, չասելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու այդ հատկանիշը, հատկապես տղամարդկանց համար թվում է հատկանիշը ուժեղ լինելու, բայց կարծում եմ ընտանիքում պետք է ազնիվ լինեն բոլորը եւ եթե ծնունդ դա պետք չէ ցուցադրական լինի, այլ պետք է մարդիկ իսրտե ուրախանան եւ ծնողի համար շատ կարեւոր է որ իր երեխան հատկապես այստեղ ծնողը մայրը առանց հայր է մեծացրել եւ խնդրում է նրան որ ինձ հետ անկեղծ եղի, ոչինչ դժվար է կյանքը, բայց կարող ենք միասին, եթե սեր կա, հաղթահարել ամեն ինչ եւ սերը այդտեղ ծնվում է, չեմ ասի, որովհետեւ արդեն կան հետաքրքիր չի։ Լուրջ շեշտադրում ով բովանդակային կատակերգություն է ամեն առաջին այսքից ծնունդի հրավերը եւ միայն դրական, բայց շատ խորը թեմաներ եք բարձրացնում։ Կասեք առաջին, երբ որ տեսակ բեմադրությունը արդեն պատճառ դուք խաղում եք բոլորդ, ինչ բան կար, որ պետք է փոխվեր, բան կար, որ մի փոքր շատ էր, ինչ փոփոխություններ է լինելու հաջորդի։ Տեսեք, արդեն կայացած ներկայացումից հետո կարծում եմ ոչ մի փոփոխություն, բայց ամենավերջում, երբ որ բեմադրվեց ներկայացումը, Սամսոնը ասում էր ամեն ներկայացումից հետո կխոսենք, տեսնենք ինչ ենք ավելացնելու կամ ինչ ենք պակասեցնելու, բայց չեղավ այդ խոսակցությունը։ Տեսեք, գիծը կա, ներկայացման գիծը կա եւ այնտեղ տեղեր ունենք բոլորս իմպրովիզի, այսինքն ենթադրենք մենք հանդիսատեսից ընտրում ենք 3 հոգու եւ կենաց ենք ասում, որ պիտի ասի կենաց, հա, կախված հանդիսատեսի պատասխանից մեր խաղը բնականաբար փոխվում է եւ դա ամեն ներկայացման ուրիշ բան է լինում, բայց գիծը կա ներկայացման եւ մենք այդ գծից չենք շեղվում։ Իհարկե ի սկզբանե պիեսից շատ բաներ փոփոխվել է եւ յուրաքանչյուր պիես նույնիսկ Շեքսպիր բեմադրելուց հարմարեցվում է, կրճատումներ է արվում, ինչ-որ փոփոխություններ է արվում, այս գործն էլ բացառություն չէր, հարմարեցրեցինք իհարկե մեծ դերասաններից, իսկ արդեն 16-ից հետո ոչինչ չի փոխվի, գլոբալ ոչինչ հաստատ չի փոխվի։ Կարելի ասել սպասենք 27-ին։ Ները կփոխվեն հանդիսատեսի։ Կարծում եմ հանձնումը որպես այդպիսին մեզ հանձնարարում է բոլորիս ավելի պատասխանատու լինել, որովհետև այո, Սերյանը շատ ճիշտ ասաց, անընդհատ փոփոխություն կլինեն, բայց դա հանդիսատեսի շփումից է ծնվելու, որովհետև ամեն մարդ իր տրամադրությունը եւ իր կենսագրական վերհուշն է բերելու, թե ինչպես է անցնում իր ծնունդը կամ ինչպես կուզենար անցնել իր ծնունդը եւ բոլորը հասկանում են, որ հոգատարությունը, պատասխանատվությունը, անկեղծությունը ամենակարևոր բանն է։ Այնտեղ Անին իհարկե հրաշալի է կերպարանավորել եւ բոլորը Սարջան, քեզ շնորհակալություն, Սերյան ջան, շատ շնորհակալ եմ ասեմ ինչի համար։ Եվ շնորհակալության մտնելով։ Դա շատ կարևոր է անձնակազմի եւ ընդհանրապես մարդկանց համար շնորհակալությունը դա շատ կարևոր է, որովհետեւ ես գնահատում եմ ու շատ եմ սիրում, երբ մարդը տաղանդավոր է, նախ
լավ մարդիկ են հավաքված, որոնք կես բառից հասկանում են, բացառիկ ակնածանք կա սերնդային, երբեք չեն մատնանշում, բայց բացառիկ ակնածանք կա սերնդային մի քիչ տարբերություն ունեցող մարդկանց հանդեպ, այդ դեպքում ես եւ ես ինձ նրանց կողքին շատ լավ եմ զգում եւ այնքան լավ ենք աշխատել, այնքան սիրով ենք աշխատել, դե չասեմ, որ սերիանը թույլ է տալիս իմպրովիզներ, բայց նաեւ շատ խիստ է այդ շրջանակի սահմաններից թույլ չի տալիս անցնել, որովհետեւ այո, չափի զգացողությունը ամենակարևորն է արվեստում եւ ընդհանրապես։ Ընկերներ, ինչպես հասկացանք, շատ արդի այս մեր ժամանակներում բոլորից ցավեցնող թեմա է կարծարծում։ Հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը բոլորիս տանը վստահ եմ այդ խնդիրը կա սիրո պակասի, հոգատարության, ծնողներին, այո, բարձրացնելու, կարևորելու եւ ցավալիորեն հակառակ պատկերը ունենք։ Հանդիսատեսի արձագանքը, երբ իրենց տեսնում են կողքից, բնականաբար գոնե մի փոքրիկ մասնիկ այ ներկայացումից մի դրվագ յուրաքանչյուրի ընտանիքում եղել է։ Ինքը կատակերգություն է բնականաբար, բայց ինչպիսի էմոցիաներ ունեցավ հանդիսատեսը։ Սա նաև հուզմունք, փակ դիտման ժամանակ առհասարակ փակ դիտումները մեզ մոտ գալիս են ամենախիստ հանդիսատեսը։ Կոլեգաներ, ովքեր գործից հասկանում են, ովքեր գործի մեջ են եւ իրենց եւ սրտացավ, այսինքն իրենց քննադատությունը եւ տեղին է եւ սրտացավ են եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ զարմանալիորեն բոլորը ծիծաղելու տեղը ծիծաղում էին, լռելու մտորելու ժամանակ լռում մտորում էին եւ բոլորը միաբերան ասում են, որ ստացված ներկայացում է։ Եվ իհարկե, երբ որ ասում են ստացված ներկայացում է, ավելորդ է, որ պահ ավելի հավանականից որտեղ քեզ տեսար, հա։ Մենք տեսնում ենք որպես դերասան, հանդիսատեսը եւ ծիծաղում է, եւ լռում մտորում է, Եվ այո, դա մեր համար դա ամենակարևորն է, կարծում եմ դերասանների համար, ներկայացման համար ամենակարևորն է, երբ հանդիսատեսին տեղ է հասնում քո ասածը, վերջ։ Հիմա մենք սա փաթեթավորել ենք իհարկե ժպիտի ծիծաղի մեջ, բայց դա շատ կարևոր մեսեջ ունենք, որ այո, ընտանիքում պետք է լսել իրար, ընտանիքում պետք է խորհրդակցել եւ ամենակարևորը չստել, ընդհանրեն։ Իսկ հետաքրքիր է որպես դերասաններ ներկայացնում եք ինչ-որ ձեր հատվածներից կամ գուցե մյուս դերասանների ռեպլիկներ, արտահայտություններ, որ ավելի է տպավորել ձեզ հենց այս ներկայացումից կան։ Ավելի խորովին արտահայտվում է Սեյրանը, Անին եւ Մարգարիտան, ես իմ մասին ոչինչ չեմ ասել։ Համես տեսակ։ Սա կերպարը ստացվածներից մեկն է։ Ամենաստացվածներից մեկն է եւ կողմից այնպեսի էքսպրոմտ քարյակ է հորինում, ես նստած տեղը ինչքան էլ որ հուզված եմ այդ տեսարանից, նա այնպես է հորինում, ոչ մի անգամ չի եղել, որ նույն բանը ասի։ Իսկ ես անգամ պրեմիերային Սաշաների Բուրաստան անունով այնպիսի մի բուրումնավետ քարյակ նվիրեցի, հազիվ էի զսպել, ասել, սա բառապաշարը, այս մարդու իշքան շատ ամեն անգամ նոր բան ասում, այնպես որ մնացածը դու ասա։ Երկու բառ սյուժեից ներողություն, որպեսզի պարզ լինի, մայրիկի 50-ամյակն է եւ ես տղային եմ մարմնավորում, Սաշան իմ ընկերոջը, Անին Բայացյան մատուցողուհին այդ տարածքի, ես ու Սաշը կազմակերպել ենք մայրիկի 50-ամյակը։ Սաշին ասել եմ փոքր հավաքույթ կանես, բայց 200 հոգի հյուր կանչել եւ մենք էլ ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, որ չենք կարողանալու դրա տակից դուրս գալ։ Եվ ողջ այս ամեն ինչը դնում է, որ մենք փող ենք ուզում գտնենք, ճարենք, որտեղից ճարենք, ինչ անենք, ոնց մամային անակնկալը չփչացնենք, որ այս ամեն ինչը պարտքով են կարել, այսինքն ամեն ինչ սենց է զարգանում եւ ըստ այդմ մեր իմպրովիզները, օրինակ մենք կա մի հատ տեսարան, երբ որ ասում ենք մենյուն վերցնում ենք, հասկանում ենք, որ շատ թանկ տեղ է եղել, մենք իրոք այդ տեղի մենյուն բացեցինք, գրված է անկեղծ շատ չկար պիեսում, թագավորական ձվածեղ։ Հասկացանք, որ ձվածեղի թագավորականը ո՞րն է, օրինակ գործարարի համար նախատեսված ուտեստ։ Ես ինչ ասում եմ իրականում։ Սա ինչ ասում եմ իրականում, մենյունի մեջ կար այդ ամեն ինչը գրած եւ մենք թողած պիեսի միջի գրվածը վերցրեցինք դա, որը ավելի իրական ծիծաղելի եղավ հանդիսատեսի կողմից, նմանա ցես բաներ եղել է,
Ինչ ասեմ։ Շատ բաներ կարելի ասել, չենք ուզում շատ փակագծերը բացենք, ուղղակի տենց է ընդհանրապես, երբ որ բեմադրվում է կոմեդիա, դու միշտ ունենում ես տեղեր նախատեսված, որ այդտեղ հանդիսատեսը ծիծաղելու է, ու տեղեր, որ ասում ես դե չի ծիծաղի, ու միշտ երբեմն գալիս ես անակնկալի, որովհետև ծիծաղում են այնտեղ, որտեղ որ չպիտի ծիծաղեն, եւ չեն ծիծաղում այնտեղ, որտեղ դու մեծ ստավկա ես արել, որ ծիծաղելու են։ Մեր պարագայում ծիծաղեցին եւ այն տեղերը, որտեղ որ մենք ունենք նախատեսած եւ բոլոր այն տեղերը, որտեղ չենք սպասում։ Ու հենց այդ մենյուի ժամանակ Մարգարիտան ունի մի հատ մեծ իմպրովիզ։ Մեր ծիծաղն է նույնիսկ այդ ժամանակ գալիս ու բացում է կարդում է բաներ։ Բնացուցակը եւ երեք ուշաթափության դեպք եմ ունենում։ Եվ գիտեք, այս ամեն ինչը այսպես խտացնեմ, ասեմ, միգուցե բոլոր ժողովուրդների ազգերի մեջ կա, բայց մենք մի տեսակ ծայրահեղ ենք, մենք սիրում ենք նոր տարի թեկուզ վարկով։ Չի համար, չէ որ այդ ուտելիքը կարող է մի պատառ ինչ որ համեղ կամ հաց եւ պանիր լինի, բայց հավաքվեն եւ նշեն, բայց ոչ թե դու տարվա կտրվածքով բյուջետային աղետ ունենաս եւ ստացվի, որ դու ուզում ես ցույց տալ, որ դու լավ ես, հերիք է, բավական է, այդ ցուցադրական բաները ի վնաս ընտանիքի է եւ մնացածը չեմ ասի, որովհետեւ 27-35 կգա կտեսնի։ Այո։ Վերևս այո, այսքանից հետո միայն մի հարց էլ հավելեմ ձեր նոր մոտեցումների, հոգեբանների հետ հանդիպումների այդ գաղափարը, որտեղից առաջացավ, այս մասին էլ խոսենք։ Մենք վերջերս ունեցանք, նախ ասեմ, որ մինչև հիմա Շունչ թատրոնը արդեն ունեցել է 3 պրեմիերա եւ 3-ն էլ իրարից տարբեր։ Մեր ծնողա ներկայացումը, Էլի Գգաս ներկայացումը եւ Այքես ծնունդը։ Էլի Գգաս ներկայացումը իր ֆորմատով նոր է։ Մենք խաղում ենք հյուրանոցի ճեմասրահում, ֆոյեում ենք խաղում, ընդամենը 55 հոգու համար, եւ ֆորմատը այնպես 2 հոգանոց ներկայացում է, խաղում ենք ես եւ Լիլի Էլբակյան։ Եվ դրանից հետո նաեւ հոգեբանի հետ Հայաստանում առաջին անգամ է, որ ներկայացումից հետո հոգեբանի հետ քննարկում է լինում, հոգեբանի հետ Մարիամ Մեհրաբյանի հետ քննարկում է լինում եւ ինչն է այստեղ հետաքրքիր, որ հասարակ հանդիսատեսը ներկայացումից հետո կիսվում է, խոսում է իր ամենացավոտ բաների մասին, ընդհանուրի մոտ։ Հանրային ձևով։ Հանրային այդ 55 հոգու մեջ։ Այսինքն այդտեղ նաև Մարիամի վարպետությունն էլ կա, իհարկե, բայց ներկայացումից հետո այնքան լցված են լինում, որ մարդը նույնիսկ պատմում է իր առաջին սիրո մասին։ Բոլորը իրեն անծանոթ են, առաջին սիրո մասին, պատմում է իր չստացված սերերի մասին, առհասարակ կիսվում է եւ այլն եւ այլն։ Եվ մենք հասկացանք, որ շատ ճիշտ ուղի ենք ընտրել, առհասարակ Շունչ թատրոնը հավատարիմ է մնում իր սկզբունքներին եւ միշտ փորձում է նոր շունչ բերել եւ Էլի Գգասը բացառություն չէր։ Դրա համար ես ասում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որ մենք շատ ենք սիրում մեր հանդիսատեսին եւ մեր հանդիսատեսի համար միշտ պատրաստ ենք նորություններ անել եւ մնում է հանդիսատեսի կողմից ընդունել դա, ադապտանալ այդ նորին եւ իրենց տեսնել այդ նորի մեջ, որովհետեւ յուրաքանչյուր նոր բան շատ դժվար է ադապտալ։ Իսկ ում հոգեհարազատ չէ, մենք ունենք դասական ձևաչափի թատրոններ, որտեղ կարող են գնալ եւ իրենց ուղղված ներկայացումներ։ Այո, մենք էլ ունենք, այո, ունենք դասական թատրոնում ներկայացումներ, այո, եւ ունենք ալտերնատիվ թատրոն ասվածը։ Դե հենց ծնողը դասական Ծնողը 20-րդ ժամը պատերազմից հետո Կարման, Սանտասիթի մենք շատ ունենք։ Իսկ Այքես հարսանիք, Այքես ծնունդ եւ Էլի Գգաս ներկայացումներ ենք ալտերնատիվ տարբերակները եւ այն մարդկանց համար, ովքեր դասականից զատ նաև ուզում են այսպիսի թատրոն, այսպիսի։ Ես հետո եղանակը թույլ է տալիս նաև այդ ժամանցն անցկացնել եւ մի հարցել, երբ ամառը վերջանա եւ թույլ չտա եղանակը, ինչ են լինելու այս ներկայացումները, կտեղափոխվեն դալիճ կամ Այքես ծնունդի մասին։ Եվ այո, Այքես ծնունդ եւ Այքես հարսանիք ներկայացումները ինքը սեզոնային ներկայացումներ են։ Երբ որ եկավ հոկտեմբեր ամիսը եւ ցրտեր անկավ, մենք ներկայացումը ծալում, դնում ենք բարձի տակ եւ բացում ենք, բարձի տակից հանում ենք մյուս տակ։ Չէ՞ որ հայերը բնավորություն ունեն, բոլոր հարսանիքները պլանավորում են ամռանը կամ հետո ծնունդ հարսանիք լինում է գոնե ծնունդ տարին մեկ անգամ հարսանիք։ Ամեն դեպքում շնորհակալություն եւ ձեզ իհարկե հաջողություններ ենք մաղթում, ուզում ենք որ ոնց այսքան դրական պատմեցիք, մյուս բոլոր ներկայացումներն էլ այդքան դրական իսկով ընթանան, դուք դրական էներգիա ստանաք եւ հանդիսատեսնել վերանայի
այն հարցերի շուրջ, որի մասին պատմեցիք։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, մեր հյուրերն էին Շուրջ թատրոնի համահիմնադիր Սեյրան Մովսիսյան, ինչպես նաև դերասաններ Մարգարիտա Խաչատրյանը եւ Սաշ Սոփիասյանը։ Մենք կհանդիպենք քիչ անց։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք միացել, իհարկե մշակութային է լինում սովորաբար բարև երկիրը, բայց մշակույթը, թատրոնը մի կողմ, մեր զրույցները մի կողմ, բայց առողջության մասին մտածել պետք է միշտ, հենց դրա համար է նաև ինչու ոչ մեր օգտակար է էջը, որտեղ ձեզ ներկայացնում ենք մրգեր, բանջարեղեն եւ մթերք, որը որևէ կերպ օգտակար է մեր օրգանիզմին։ Այսօր սալորի մասին ենք խոսելու։ Սիրում ես դու սալոր։ Այո, Ես։ Սալորը դեռևս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան, բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։ Սալորը պարունակում է վիտամին A, C, E, B, ինչպես նաև B խմբի վիտամիններ, սննդային թելիկներ, օրգանական թթուներ, պեկտինյան եւ ազոտային նյութեր, դաբաղանյութեր, մակրոտարեր եւ միկրոտարեր, ֆոսֆոր, կալիում, կալցիում, նատրիում, երկաթ, մագնիում, մանգան, նիկել, պղինձ եւ այլն։ 100 գրամ սալորի կալորիականությունը 45 կկալ է։ Սալորը ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը, օգնում է կանխարգելել հարբուխը, լավացնում է արյան բաղադրությունը, ամրացնում է անոթները եւ պաշտպանում թրոմբի առաջացումից։ Սալորի կանոնավոր օգտագործումը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, կարգավորում է արյան ճնշումը, օգտակար է հիպերտոնիա ունեցողների համար։ Սալորը նաև բարենպաստ ազդեցություն է թողնում երիկամների վրա, օժտված է միզամուխ հատկությամբ, օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկն ու աղը։ Սալորը եւ սալորաչիրը ունեն նաև լուծողական թույլ ազդեցություն, նպաստում են աղիների մաքրմանը, ուստի ցուցված է փորկապություն ունեցող մարդկանց։ Իսկ հակառակ դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել։ Սալորը նաև ամրացնում է նյարդային համակարգը, օգնում է սթրեսի եւ դեպրեսիայի դեմ պայքարում, կարգավորում է քունը։ Այն դրական ազդեցություն է թողնում նաև մաշկի, եղունգների եւ մազերի վրա։ Հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է, բարենպաստ ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, օգնում պահպանել երիտասարդությունը, երկարացնել կյանքը եւ կանխել բազմաթիվ հիվանդություններ։ Այս ամենը ունենալու համար պետք է սալոր օգտագործել գրեթե ամեն օր։ Այսքան դրականի կողքին իհարկե կան նաև հակացուցումներ, խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետի, ճարպակալման դեպքում, ինչպես նաև կրծքով կերակրման շրջանում։ Շարունակում ենք մեր թողարկումը, սիրելի հեռուստադիտողներ, ամառը դա բազմիցս ենք ասում եւ գաղտնիք չէ, որ ամառը զբոսնելու, տարատեսակ միջոցառումների, հատկապես մշակութային եւ կազմակերպելու եւ մասնակցելու լավագույն ժամանակաշրջանն է եւ Երևանը անմասն չի մնում, գրեթե միշտ բազմամարդ է եւ գրեթե յուրաքանչյուր փողոցում անպայման ամեն օր, եթե երեկոյան զբոսնում ես, մի հետաքրքիր ինչ-որ բան լինում է։ Եվ խոսելու ենք հենց այդպիսի մի միջոցառման մասին, որն անցկացվել է հունիսի 21-ից 23-ը խորհրդանշական Կարմիր կամրջում։ Այնտեղ նախատեսված է ցուցահանդես վաճառ, կարվեստի մրցույթ, մրցանակներ, ավետարաններ, պերֆորմանսեր, երաժշտական եւ մշակութային փորձառություններ։ Իսկ ինչի մասին է խոսքը։ Խոսքը ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնի մասին է, որը մեկնարկելու է հունիսի 21-ին ժամը 6-ից։ Այդ առիթով ունենք շատ հետաքրքիր եւ գեղեցիկ հյուրեր, Liver ընկերության ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյան եւ ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնի համադրող Սոնա Արսենյան։ Բարի լույս։ Բարի լույս, ինչպես է լույսներ տաղավար։ Շնորհակալություն հյավերի համար։ Սիրով։ Սիրով խոսենք մեր փառատոնի մասին եւ փորձենք հակիրճ ներկայացնել ծրագրի այսպես մանրամասները։ Ինչպես նշեցիք, հունիսի 21-ից 23-ը Երևանի Կարմիր կամրջում տեղի կունենա ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնը։ Այն իրենից ներկայացնում է արվեստի բազմապիսի դրսևորումներով, մշակութային տարբեր փորձառություններով հագեցած մի ծրագիր եւ
ծրագրի փառատոնի շրջանակում, այսպես առանցքային մեխը կարելի է ասել հենց ցուցահանդես վաճառքն է, որին մասնակցում են եւ տեղացի եւ միջազգային արվեստագետներ, մենք ունենք մասնակիցներ Ֆրանսիայից, Ռումինիայից, Լիբանանից, Իրանից, Ամստերդամից, որոնք ոչ միայն ներկայանալու են իրենց աշխատանքներով, այլև հետաքրքիր այսպես վարպետաց դասեր են անցկացնելու, տարբեր արվեստագետ իրենց հետ այսպես հանդիպումներ են լինելու, առանձին նկարչության ժամեր են լինելու, քննարկում զրույցներ են լինելու, օրինակ մեր ֆրանսիացի արվեստագետի հետ շատ այսպես հետաքրքիր վարպետաց դաս է անցկացվելու, որ նա նկարչության դա հուլիսի 22-ին է նախատեսված, ներկայացնելու է, որ նա նկարչության այսպես տեխնոլոգիան, ավանդական մեթոդները եւ այլն։ Գալ, կուզեմ գաղափարի մասին էլ մի փոքր պատմեք, ինչպես առաջացավ գաղափարի սկզբանը եւ ինչու հենց այսպիսի ֆորմատով։ Եվ տեղանքի ընտրությունն էլ հետաքրքիր է։ Այո, տեղանքի ընտրությունը պատահական չէ, մենք այսպես փնտրում էինք բացօթյա ամառային հետաքրքիր միջավայր, որտեղ կարելի է անցկացնել նման այսպես ֆորմատի փառատոն։ Պատահական չէ նաև օրվա ընտրությունը, գիտենք մենք հունիսի 21-ը ամառային այսպես արևադարձի օրն է, երբ ցերեկը ամենաերկար ցերեկն է եւ ցերեկը գերազանցում է այսպես գիշերվան եւ նախորդ տարի հունիսի 21-ին իվր ընկերությունը եւս կազմակերպել էր մի այսպես ցուցահանդես վերադարձի կետը խորագրով եւ որին հրավիրյալ արտիստ ժամանակակից հայ արտիստ Վարդան Տեպիկյանը մթության մեջ փակ աչքերով կտավին է հանձնում իր էմոցիաները, հույզերը, քանի որ այդ օրը հայտնի է նաև հզոր էներգետիկ օր, նոր ուժի, նոր էներգիա։ Եվ այդ կտավը այսօր մեր փառատոնի խորհրդանշական նմուշն է, եւ որը հանված է աճուրդի։ Այն կարելի է հնարավորություն է ոչ միայն այսպես տեսնելու, այլ նաև ձեռք բերելու, գնելու։ Եվ այսպես մենք որոշեցինք հենց հունիսի 21-ին այս անգամ եւս անցկացնել նման իրադարձություն։ Սոնա, մի փոքր խոսենք համադրությունների մասին, համագործակցության մասին եւ որպես համադրող կասեք, հատկապես այս անգամ դժվարությունն ինչումն էր, գուցե դժվարություն չկար, մի փոքր պատմեք։ Դժվարությունը երևի այն է, բայց դա դժվարություն չէ, դա առավելությունն է հայկական արվեստի շուկայի, որ մեր բոլոր մասնակիցները շատ տարբեր են։ Նրանք շատ տարբեր տարիքի, այդպես փորձառության, մասնագիտության տերմարդիկ են, շատ տարբեր տեխնիկաներով են աշխատում, շատ տարբեր աշխատանքներ են իրենց մոտ ստացվում, բայց դա ես դիտարկում եմ որպես միանշանակ առավելություն, որովհետև այս ցուցահանդեսի այսպես համադրողական սկզբունքը հենց երկխոսությունն է, դա շատ կարևոր է ինձ համար մասնավորապես ու կարծում եմ բոլորի համար, ովքեր հետաքրքրվում են արվեստով, դուք ասեցիք տեղանքի մասին, ինձ համար սա եւս շատ կարևոր ու խորհրդանշական է, ինչու, որովհետեւ Կարմիր կամուրջը Երևանում պահպանված միջնադարյան շատ քիչ կառույցներից է, չէ, որը ավերված է եղել ու շատ երկար ժամանակ միայն տուրիստական ընկերություններն էին այնտեղ գնում, ցույց էին տալիս մի փոքրիկ հատված, ասում էին դե սա եղել է, հիմա այն վերականգնել են ու դա մեր պատմության արդեն այսպես ակնառու մի մասն է դառնում ու ինձ համար շատ կարևոր է, որ այդ պատմական այսպես հայկական ավանդական ճարտարապետության կողքին հենց մենք ունենալու ենք ժամանակակից արտիստների ու բավականին շատ են այդ արտիստները, մոտ 30 արտիստ ունենալու ենք ներկայացված այս ցուցահանդեսին, մեծ մասը իհարկե Հայաստանից են ու ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, որ այսօր հայկական մշակույթը նույնքան բեղուն է, որքան այն եղել է զարգացած միջնադարում, 12-րդ դարում, օրինակ երբ կառուցվել է Կարմիր կամուրջը եւ դա հակադրություն չէ, դա շատ տրամաբանական շարունակություն ու երկխոսություն է եւ դարերի միջև եւ արվեստագետների միջև ու շատ կարեւոր է նաեւ մեր միջև։ Բոլոր նրանք, ովքեր ցանկացել են մասնակիցը դառնալ, կարողացել են թե ընտրություն եք կատարել, ինչ չափորոշիչ։ Ընդհանուր թեմա խորագիր կա, որով միավորվել է։ Այո, ես ինչպես նշեցի, հենց օրվա հետ էր կապված, մենք ընտրել ենք լույսի թեման, քանի որ
լույսը հենց օրվա շրջանակում գերազանցում է մթությանը խավարին, լույսի անդրադարձը, լույսի ներքո արվեստագետի, այո, այսպես մոտեցումը, այսպեսին է եղել, բայց շատ են եղել դիմում հայտերը եւ զոնայի շնորհիվ նաեւ ընտրվել են միասին այո ընտրվել են առաջնորդվել ընտրելուց, որովհետեւ հատկապես ստեղծագործող մարդու համար գուցե ընկալելի չի լինի, թե ինչու իրեն չընտրեցին օրինակ։ Շատ լավ հարց է իրականում, այստեղ կարող եմ ասել, որ եթե դուք դիմել եք որևիցե open call-ի, հա, բաց կանչի ու ձեզ ասել են, որ ձեր աշխատանքը չի ընտրվել, դա երբեք չի նշանակում, որ ձեր աշխատանքը լավը չէ, կամ դուք չգիտեմ, Աստված չանի այդպես մտածեք, վատ նկարիչ եք եւ այլն։ Այստեղ հարցը միայն նրանում է, թե որքանով է ուղարկված կոնկրետ նկարը, որովհետեւ մեզ ոչ են ուղարկում ամբողջ, այսպես ռեզյումեն, CV-ն ու ասում ընտրեք, որը ուզում եք ընտրեք, հա, մենք ունենք այդտեղ շատ կոնկրետ աշխատանքներ, որոնք ներկայացվել են բաց կանչին ու կամ թեմային չի համապատասխանել նկարը, հա, կամ էլ շատ լավն է եղել, բայց չի համադրվել մյուսների հետ։ Այդպիսի բան էլ կարող է լինել, որովհետև շատ կարևոր է որ ամբողջական էքսպոզիցիան ինքը լինի կամ ներդաշնակ կամ հակառակը իրար հետ վիճեն նկարները, հա, բայց եթե շատ յուրօրինակ տեխնիկա դուք ունեք կամ շատ յուրօրինակ ձևաչափի նկար եք, գուցե եւ այդ պատճառով դուք ստանաք մերժում, որովհետեւ հնարավոր չլինի այն էքսպոզիցիայում ներառնել։ Համադրության հարցը սկզբանե դրված է։ Իհարկե, որովհետեւ եթե դու ի սկզբանե այդ խնդիրը չես լուծում, հետո տեղում արդեն չես կախի։ Դա ցավոք այդպես է։ Եվ նաև իհարկե տեխնիկական պահանջներին չափեր կանեն, տեխնիկան եւ այլն։ Մենք բացի նկարներից ունենք նաև հանդուրժ տալիս եք, չէ՞, չափորոշիչները, որ մարդիկ հնարավորինս եղածին համապատասխան դիմեն։ Իհարկե։ Իսկ ասեք համադրությունից խոսեցինք, սովորաբար համադրությունը նրա համար է, որպեսզի ավելի արտահայտիչ դառնան հենց անհատների գործերը, թե որ ավելի ընդհանուր ներկայացված տարբերակը լինի ավելի արտահայտիչ։ Դա կախված է, գիտեք, ձեր խնդրից, որը այս կամ այն նախագծում դուք լուծում եք։ Այս դեպքում մենք ունենք շատ հստակ կոնցեպտ, դա լույսի որոնումն է, նաև երկխոսությունը ստեղծելու ցանկությունն է, դա էլ է մեր կոնցեպտի մի մասը, բայց իհարկե դու չես կարող զոհել, այսպես ասած, այս վիզուալ կողմը քո կոնցեպտին, այսինքն եթե տուժում են նկարները քո այդ համադրության պատճառով, դա շատ վատ է։ Այստեղ կոմպլեքսային խնդիր ես լուծում ու բոլորը պիտի հաշվի առնես։ Լավ է թե վատ է, այդպես է։ Եվ ստեղծարարությունը նաև։ Այո։ Իսկ օտարերկրյա արվեստագետներին ինչով է գրավել, հետաքրքիր է մասնակցությունը իրենց ինչպես է կազմակերպվել եւ առհասարակ ինչն է գրավել միգուցե տեղանքը, հին պատմամշակութային փառատոնը իր շրջանակով բովանդակությամբ։ Եվ արդյոք մինչ այս Հայաստանի հետ կապ ունեցել են։ Այո, մեր կազմակերպությունը սովորաբար միշտ համագործակցում է արտերկրի արվեստագետների հետ եւ այսպես շղթայաբար երևի թե տեղեկատվությունը նաեւ շրջանառվում է իրենց մեջ։ Մենք 1-2-ը դիմեցին եւ երևի թե այդպես նաեւ գործընկերներ տեղեկանալով իրենք էլ ցանկացան մասնակցել, մեզ գրեցին մեր էլեկտրոնային հասցեին եւ շատ մեծ ցանկությամբ այսպես փորձեցին մասնակցել, դե մենք էլ բնականաբար ընդառաջ գնացինք եւ պետք է նշեմ, որ իրենք նաեւ իրենց մեջ կան նաեւ հրավիրյալ արտիստներ։ Մենք բացի բաց կանչին հնարավորությունը նաեւ հրավիրյալ արտիստներ ենք ունենում, նրանց մեջ կան նաեւ հրավիրյալ արտիստներ, որոնց տեղյակ ենք այսպես նրանց գործունեությանը։ Իսկ ասեք ծրագրի մեջ ինչ կա ներառված, որի մասին առանձին կուզեք խոսել, ներկայացնել, որպեսզի վաղվանից արդեն մեր հեռուստադիտողը պատրաստված գա եւ միանա ձեզ։ Նախ շատ այսպես բացման միջոցառումներն են շատ այսպես հետաքրքիր գրավիչ, այնտեղ երաժշտական ծրագիր կա, այնտեղ արվեստի պերֆորմանս կա, բայց կուզեի նաև առանձնացնել երկրորդ օրը հունիսի 22-ին անցկացվող արվեստի խաղ մրցույթը։ Դա ինտելեկտուալ այսպես խաղ մրցույթ է, որին մասնակցում են արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, բայց ոչ միայն արվեստի ոլորտի, մենք ունենք մասնակիցների շարքում բժիշկներ, երաժիշտներ, դիզայներ, նկարիչներ, արվեստաբաններ, այսինքն ոչ միայն մասնագետներ են այնտեղ, այլ նաև արվեստասերներ, ոչ միայն արվեստագետներ, այլ նաև արվեստասերներ, որոնք մրցելու են արվեստի շուրջ, արվեստի նվիրված այսպես տարբեր
տարբեր հարցեր են քննարկվելու, ներկայացվելու եւ խաղն անցկացվելու է, խաղի անունը նախ արվեստասերը միլիոնատեր եւ խաղն անցկացվելու է մոտապես ուզում դառնալ միլիոնատեր խաղի ոճով մրցանակն էլ այո 1 միլիոն այո 3 խումբ է մասնակցելու եւ այսպես արվեստը փորձելու են արվեստը ներկայացնել իրենց գիտելիքները ցույց տալ եւ այսպես հետաքրքիր փորձառություն ունենալ Շատ լավ, ինչ որ ավելացնելու բան ունեք։ Եվ նաև իհարկե դասախոսությունների մասին կուզեմ անպայման խոսել։ Մենք շատ հետաքրքիր արվեստի այսպես դասախոսություն ունենք արվեստաբան Ասմիկ Գևորգյանի ներկայացմամբ, էլի շատ հետաքրքիր միջոցառում է, որպես ասպիսի։ Նա արտակարգ արվեստաբան է, համագործակցել է ինտերնետը իրականում նրան լսելը միշտ հետաքրքիր է, դրա համար էլ հարցը տվեցին։ Դուք եղել եք Ասմիկի։ Ճանաչում եմ արել։ Շատ լավ։ Դե կգաք։ Եվ նաև արվեստի այսպես պանելային քննարկման մասին, որը հենց վարելու է մեր Սոնան, ով արվեստի քննադատ է նաև եւ մասնակցելու են արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, մենեջերներ, արվեստաբաններ, բլոգեր, էքսկուրսավարներ եւ խոսելու են, քննարկելու են արվեստը որպես կամուրջ, որպես երկխոսություն եւ արվեստասերի դերի կարեւորությունը։ Այստեղ նույնպես շատ հետաքրքիր ձևաչափ ունենք, այս ձևաչափում պարտադիր այս նույն ոլորտի տարբեր կողմերի ներկայացուցիչներն ենք հրավիրում, արտ մենեջեր, արտ բլոգեր, մշակութային էքսկուրսավար եւ արվեստագետ, գալերիստ, այդպես։ Հարցնում եմ, եթե հարցում ես Յաննա, ես տամ, ապա ինձ հետաքրքիր է ո՞րն է այսօրվա արվեստասերը, որովհետեւ այսօրվա արվեստն էլ է հարաբերական դարձել։ Ո՞րն է այսօրվա արվեստասերը։ Շատ լավ հարց է իրականում։ Մենք չեմ կարող ասել, որ խնդիր ունենք արվեստասերի Հայաստանում, որովհետև ինֆորմացիան տարածվում է, մարդիկ քիչ թե շատ հետաքրքրվում են։ Հարցը նրանում է, որ մեր շատ փոքր քաղաքում ու փոքր երկրում մենք գերհագեցած ենք տարատեսակ միջոցառումներով, այդ թվում նաև մշակութային միջոցառումներով։ Իհարկե, ստեղծարար կամուրջը բոլորի ֆոնին տարբերվում է, որովհետև շատ այսպես մեծ ու գունեղ փառատոն է, բայց մարդիկ շատ դաշտը գերհագեցած է, այսպես ասած։ Ու այն, որ մարդիկ այս կամ այն օրը ընտրում են գալ նայել ցուցահանդես, ոչ թե օրինակ գնալ որևիցե երեկույթի, դա շատ մեծ առավելություն է, որը մենք փորձում ենք զարգացնենք։ Այդ մշակույթը պետք է գնալով ավելի ու ավելի զարգանա, ու այս նույն պանելային քննարկումները նաև դրա համար են կազմակերպվում, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մարդիկ շատ հստակ իրենց համար պատկերացնեն։ Արվեստը դա երկխոսություն է, ինքը երբեք չի կարող լինել մոնոլոգ։ Այսինքն այդ նկարը երբ նկարչի խորհրդանոցում կախված է, այո, այն ցավոք սրտի հանդիսատեսի կարիքն ունի միշտ, ոչ թե ցավոք սրտի, այլ դա արվեստի բնույթն է ու հանդիսատեսի կարիքն ունի։ Ու այս երկխոսության մեջ շատ կարևոր է արվեստագետին մենակ չթողնել։ Դա շատ կարևոր է, որովհետև նա իր հույզերը այդ կտավին, չգիտեմ, կամ քանդակին, կամ լուսանկարին, տեխնիկան ընդհանրապես կապ չունի, բայց նա իր գաղափարները արդեն ներդրել է եւ նա սպասում է հետադարձ կապին, որը պետք է լինի։ Ու այն պրակտիկան, որը մենք ունեցել ենք մի քանի տարի առաջ, մի քանի երևի 10 տարի առաջ, երբ մեծամասամբ ցուցահանդեսներին գալիս էին արվեստագետները, այսպես ասած գիլդիայի ներկայացուցիչները, այդ պրակտիկան հիմա շատ արդեն անցյալում է մնացել, հիմա շատ ավելի շատ են արվեստասերները, մարդիկ, ովքեր չեն աշխատում արվեստի ոլորտում, դա շատ կարևոր է, հա, արվեստաբաններին, քննադատներին, էլի մենք չենք հաշվում, մենք հաշվում ենք բժիշկներին, հաշվապահներին, լրագրողներին, հա, բոլորին, ովքեր իրենց ազատ ժամանակը նվիրում են արվեստին, ու հիմա այդ մշակույթը Հայաստանում գնալով զարգանում է, մեր փառատոնի շնորհիվ ավելի շատ է զարգանալու, ու դա շատ կարևոր է։ Մեր օրյա արվեստասերը այդպիսի մարդ է, զբաղված, գերհագեցած քաղաքում, շատ ինֆորմացված, բայց եւ սիրող արվեստ։ Իսկ շատ լավ հնարավորություն է, շատ լավ այսպես է հարթակ է, երորյա այսպես արվեստի տոն արվեստասերներին եւ արվեստագետներին համախմբելու, միավորելու, այդ հաղորդակցության հնարավորությունը ընձեռելու, Գեղեցիկը տեսնելու, եւ ծանոթանալու այդ մարդկանց հետ, շատ կարեւոր է, որովհետեւ դուք գուցե աշխատանքները ճանաչեք, նույնիսկ ոճով, բայց այդ մարդուն չեք տեսել, որովհետեւ նա իր արվեստանոցում է ստեղծագործում։ Իսկ այսպիսի միջոցառումներին դուք կարող եք այդ մարդկանց հետ ծանոթանալ, զրուցել։
Շնորհակալ ենք, ձեզ հաջողություն իհարկե։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, այո, հրաշալի փառատոնի մասին էինք զրուցում Liver ընկերության ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյանի եւ ստեղծարար Կամուրջ արվեստի ամառային փառատոնի համադրող Սոնա Արսենյանի հետ։ Դուք մնացեք մեզ հետ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, շնորհակալություն, ինչպես ասում ենք, ձեր շաբաթօրը առավոտը մեզ հետ սկսելու համար, քանի որ մենք ամեն շաբաթ սպասում ենք հենց ձեզ հետ հանդիպմանը։ Ես հիշեցնեմ, որ մեր հանդիպումները կայանում են, որովհետև ունենք հավատարիմ գործընկերներ, նրանք են Տուն Դեպո խանութ սրահը, Լորվա հրաշալի բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Հասցեներն էլ հիշեցնեմ, որտեղով կարող եք դիտել մեզ Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքներ, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակներ։ Առողջ եղեք, կհանդիպենք վաղը։